Այստեղ արդեն գտնվում է մեր նորահայտ գաղտնուղին, որը վերջերս է հայտնաբերվել։ Հիմա պետք է մի քիչ զգուշ իջնենք այս հատվածը։ Ժայռի քողարկված այս հատվածում է հայտնաբերվել գաղտնուղին, բացելով դարերի եւս մեկ գաղտնիք։ Այստեղ առաջին մուտք գործողներից է Պահպանության ծառայության գիտնական քարտուղարը։ Գաղտնուղին դասական չափերով է, միջնադարյան մյուս գաղտնուղիների նման 1 մետրից մի քիչ ավելի լայնություն, 1.5 մետր բարձրություն։ Գաղտնուղին մոտավորապես 20 մետրից ավելի չափով բացված է հիմա։ Ինչ երկարություն է ունեցել, մինչև ուր է ձգվել առանձին գաղտնուղի է, թե կապ է ունեցել ամրոցի մեկ այլ ավելի վաղ հայտնաբերված գաղտնուղու հետ, ցույց կտա ուսումնասիրությունների հետագա պեղումների արդյունքը։ Ավետիս Գրիգորյանի խոսքով մեծ է հավանականությունը, որ սա իսկապես միջնադարյան գաղտնուղի է եղել։ Ինչ որ մարդիկ փորել են այստեղ ամիսներ կամ տարիներ շարունակ, տեսնում ենք այդ աշխատանքային գործիքները այստեղ, դրանք ժամանակակից գործիքներ են, քլունգ, բահ եւ այլն, լինկ, որոնցով մաքրել են, բայց ուշադիր եթե նայենք գաղտնուղու դրսի հատվածը, այնտեղ կան միջնադարյան խեցեղենի բեկորներ, օրինակ սա հաղճապակու բեկոր է 13-րդ դարի, սա ցույց է տալիս, որ իսկապես այստեղից հանված հողը մշակութային շերտեր է պարունակում։ Դժվար է ասել նաև, թե ինչ նշանակություն է ունեցել։ Միջնադարում գաղտնուղիները կամ տանում էին դեպի մոտակա ձորակ կամ որևէ աղբյուրի գետի մոտ։ Սա արդեն 2000-ականներին գտնված գաղտնուղին է։ Գաղտնուղիները քողարկելու համար միջնադարյան շինարարները կիրառում էին երկու լուծում, նախ ելքը պաշտպանում էին հզոր աշտարակով։ Աշտարակի մի հատվածն է բացված, այստեղ գաղտնուղու ելքի այս հատվածը աշտարակով փակված է եղել։ Մյուս դեպքում, որ էլի միջնադարում շատ է հանդիպում, գաղտնուղիների ելքը սովորաբար քողարկում էին բնական ժայռերով կամ ինչ-որ կառույցներ էլի դիմացը փակելով, ու բջնի այս նորահայտ գաղտնուղու դեպքում տեսնում ենք, որ իսկապես այդպես է։ Ավետիս Գրիգորյանն արձանագրում է Հայաստանի միջնադարյան գրեթե բոլոր բերդերը, միջնաբերդերն ու բերդաքաղաքները ունեցել են գաղտնուղիներ, գետնուղիներ։ Հայտնի են Անիի, Բջնիի, Ամբերդի, Լոռիբերդի գաղտնուղիները, որոնք երկու նպատակ են ունեցել՝ ամրոցի պաշտպաններին վտանգի ժամանակ դուրս դեպի արտաքին աշխարհ ելքի ճանապարհ ունենալ, եւ երկրորդը որևէ աղբյուրի ջրի մոտ հասցնել, որը էլի շատ կարեւոր էր եւ խաղաղ ժամանակներում եւ հատկապես պաշարումների ժամանակ։ Բջնի ամրոցի բոլոր հայտնի շինությունները կամ թվագրվում են 10-ից 11-րդ դարերին կամ 13-րդ դարին։ Հավանաբար նորահայտ գետնուղին եւս այդ ժամանակաշրջանի է։ Նոր կառույցանման ինչ-որ մի բան հայտնաբերվեց նաև Ստորինբերդի հատվածում, հենց այս գաղտնուղու վերևի հատվածում գարնանային անձրևների հետևանքով փլուզում է տեղի ունեցել։ Այդ փլուզված հատվածում էլի ինչ-որ դատարկություն է բացվել, այնտեղ հիմա դժվար է ուսումնասիրություն անել, քանի որ այս խոնավ անձրևային եղանակին կա նաև փլուզման վտանգ, բայց երբ որ արդեն գա ամառ ավելի չոր լինի, հնարավոր կլինի այնտեղ ուսումնասիրել, մաքրման աշխատանքներ կատարել եւ հասկանալ դա ինչ կառույց է եւ ինչքանով է առնչվում նորահայտ գաղտնուղուն։ Բջնի ամրոցի տարածքում տեղադրվել է մոդուլային տեղեկատվական կենտրոն, այն մեկ տարածքում կմիավորի այցելուների համար անհրաժեշտ հիմնական ծառայությունները։ Պետությունը կառավարության միջոցներով շուրջ 200 միլիոն դրամ եւ ավել գումար է հատկացրել Բժնի գյուղում դեպի ամրոց տանող ճանապարհի կապիտալ վերանորոգմանը, ինչպես նաեւ մոդուլային շենք են կառուցում իր բոլոր հարմարություններով, ինչպես նաև եկեղեցու հենապատի կառուցման համար։ Մեկ տարվա կտրվածքով հիմնականում ամրոց հաճախում է շուրջ 15-ից 20 հազար զբոսաշրջիկ։ Գյուղապետի խոսքով նպատակներից մեկն էլ այն է, որ ամրոց տանող ճանապարհը հասնի Բջնիի 7-րդ դարի Սուրբ Սարգիս ամենափոքր գմբեթավոր եկեղեցի։ Ինչ վերաբերում է նորահայտ կառույցներին, անվտանգությունից ելնելով զբոսաշրջիկների համար դրանք դեռևս փակ կլինեն։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։